Չեք հավատա, բայց այս ընտիր, ախորժելի տեսք ունեցող, ներսից իդեալական եւ ված ալաթիները պատրաստվել են առանց 1 գրամ ալյուրի։ Այս թխուկը հարմար է նախաճաշի համար, պատրաստման համար ձեզանից կպահանջվի ընդամենը 20 րոպե, պատրաստում է շատ հեշտ, արագ տարբերակով, գլուխ կհանեն անգամ երեխաները։ Տեսեք ինչ ընտիր է թխվել եւ այս ամենը առանց 1 գրամ ցորենի ալյուրի։ Սիրելիներս, նախքան բաղադրատոմսին անցնելը մի մոռացեք հավանել տեսանյութը եւ ընկերների հետ կիսվել այս համեղ թխուկի տարբերակով։ Պատրաստման համար մեզ անհրաժեշտ է մածուն, ձու, բուսայուղ, 2 ճաշի գթալ շաքարավազ, սպիտակաձավար, 1 պտղուն ծաղ, վանիլային շաքարավազ եւ սոդա։ Միացնում ենք բաղադրիչները, 2 ձվի վրա ավելացնում ենք 2 ճաշի գթալ բուսայուղ, բուսայուղը ալադիներին փափկություն կհաղորդի։ Ընդամենը 2 ճաշի գթալ շաքարավազ, 1 պտղուն ծաղ, 1 թեյի գթալ վանիլային շաքարավազ եւ 250 գրամ սենյակային ջերմաստիճանի մածուն։ Այս ամենը գթալով խառնում ենք, ավելացնում ենք 1 բաժակ սպիտակաձավար, բաժակի տարողությունը 250 մլ է։ Խառնում ենք այնքան, որ գնդիկներ չլինեն, թողնում ենք 10-ից 15 րոպե, որպեսզի սպիտակաձավարը հասունանա։ Սիրելիներս, եթե պահարանի մի անկյունում ունեք սպիտակաձավար եւ չգիտեք դրանով ինչ պատրաստել, սա շատ հարմար տարբերակ է, վստահեցնում եմ, որ ձեր երեխաները շատ գոհ կմնան։ Ստանում ենք բիսկվիթի խմորին նմանվող այսպիսի թույլ զանգված։ Կախված հավկիթների մեծությունից, մածունի խտությունից հնարավոր է 1-2 ճաշի գթալ սպիտակաձավար ավել օգտագործեք, դա նկատի ունեցեք։ 15 րոպե անց ավելացնում ենք 1 թեյի գթալ սոդա, զանգվածը անմիջապես փրփրում է եւ դառնում է ավելի թեթև։ Տապակի մեջ առատ բուսայուղ ենք լցնում, թողնում ենք մի լավ տաքանա, այնուհետև սկսում ենք տապակել ալադիները։ Կարող եք ալադիները մեծ կամ փոքր անել, ես պատրաստում եմ 1 ճաշի գթալ խմորով։ Կրակը պետք է լինի միջին բարձրության, որպեսզի ալադիները իդեալական թխվեն եւ ընթացքում չայրվեն։ Իսկ դուք գիտեք, թե ինչից է պատրաստվում մեր այդքան շատ սիրելի սպիտակաձավարը, եթե այո, գրեք մեկնաբանություններում։ Մի կողմից գեղեցիկ կարմրելուց հետո պատարագ օգնությամբ այսպես հեշտությամբ շրջում ենք եւ տապակում ենք նաեւ մյուս կողմից։ Հեշտ, պարզ, ոչ ժամանակատար բաղադրատոմս։ Պատրաստ լինելուց հետո ալադիների վրա ցանում ենք շաքարի փոշի, կամ մատուցում ենք մեղրով, նուտելայով կամ խտացրած կաթով, չենք մոռանում 1 գավաթ սուրճի կամ թեյի մասին։ Բարեկամներ, պատրաստելուց հետո մեկնաբանությունների բաժնում խնդրում եմ գրեք, թե ձեզ մոտ ինչպես է ստացվել, շատ հետաքրքիր է։ Դեն սիրելիներս, այսօր էլ սպիտակաձավարով պատրաստվող նման համեղ ալադիների բաղադրատոմս, դուք էլ փորձեք պատրաստել այս տարբերակով, սնվեք առողջ եւ եղեք օրհնված։ Ցտեսություն, կհանդիպենք հաջորդ տեսանյութերում։